մենք հայտարարել էինք, որ մայիսի վերջերին, հունիսի սկզբներին այդ վկայականները բնակիչներին կտրվեն, այսօր եւս հաստատում եմ, որ հունիսի հենց սկզբից մարդիկ իրենց վկայականները կստանան։ Բոլոր գործառույթները, անպատասխան հանձնաժողովները շատ ակտիվ աշխատել են այս 1 տարվա ընթացքում եւ մեզ հաջողվել է այս խնդիրը լուծել։ 450 ընտանիքների համար բնակարանը Գյումրիում մեր առաջարկով եւ կառավարության ուրեմն աջակցությամբ մոտ 1.5 միլիարդ դրամ բյուջեի վերաբաշխումով տրամադրվեց այդ բնակիչներին, որպեսզի այդ շենքերը կառուցելու փոխարեն նրանք ավելի արագ ստանան բնակարանների գնման վկայագրեր։ Եվ դա իրեն արդարացրեց եւ մոտ 220 ընտանիք այդ վկայագրերը ստացան, մնացածները կստանան, ինչպես եւ մենք նախատեսել ենք, այս տարվա վերջերին։ Գյուղական վայրերի խնդիրները կլուծվեն 16-17 թվականին եւ ես վստահ եմ, որ աղետի գոտու պետության պարտավորությունները կավարտվեն իմ կանխանշած ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է Գյումրիին, այսինքն մենք ուղղակի դա մեր նախաձեռնությունն էր, եթե ուզում եք ավելի պարզ բառերով ասեմ, իմ, այսպես ասած, կոչն էր մեր ընկերներին, որպեսզի մենք հիմիկվանից նախապատրաստվենք 16-17 թվականներին քիչ առաջ ասեցի, որ աղետի գոտու պետության պարտավորությունները ավարտվելու են եւ մեզ անհրաժեշտ է լինելու զարգացման ծրագրեր քննարկել։ Իսկ զարգացման ծրագրերի քննարկումը պետք է սկսել այսօրվանից, որովհետեւ դա բավական երկարատև ու լուրջ աշխատանք է։ Մասնավորապես մեր մոտեցումը հետեւյալն էր, որ մենք սկսենք Գյումրիի մուտքերից, այսինքն կարգավորենք Գյումրիի մուտքերը ճանապարհների, որովհետեւ այնտեղ շատ անելիք կա անելու, սկսենք կառուցելու ուրեմն Գյումրի շրջանցող մոտ 5 կիլոմետր ճանապարհը եւ լրջորեն խստացնենք բոլոր կառուցապատումները Կումայրի արգելոցի տարածքներում։ Այո, ես ասում եմ, որ 16-17 թվականները մինչեւ կավարտվի աղետի գոտում հաշվառված երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը։ Դա թվերով կփորձեմ ասել, մոտ 4500 ընտանիքի խնդիր լուծված է, հաշվառման մեջ են եւս թերևս մինչեւ 1000 ընտանիք, խոսքը այդ ընտանիքների մասին է, այսինքն նրանք, որոնք սկսած 2008 թվականից այն պահից, երբ որ պետությունը հայտարարեց, որ աղետի գոտում ովքեր մնացել են, նրանց խնդիրը կլուծվի, այդ ընտանիքների մասին է խոսքը, ովքեր ուղղակի տուժել են աղետի գոտուց։ Առհասարակ այդ տարածքում բնակարանային պահանջ ունեցողները անշուշտ շատ են եւ ոչ միայն Գյումրիում, դա արդեն ընդհանուր խնդիր է անօթևանների, սոցիալական անապահով ընտանիքների, բնակարանային կարիք ունեցող ընտանիքների, պատերազմի հաշմանդամների, զոհվածների եւ այլն։ Դա բոլորովին այլ խնդիր է։ Իմ ասածը դրան չի վերաբերում։ Այդ խնդրի հետ կապված մենք համատեղ աշխատում ենք հիմա սոցիալական ապահովության նախարարության հետ եւ մենք աշխատում ենք լուրջ կերպով սոցիալական բնակարանների ստեղծման ռազմավարության եւ այդ խնդիրը լուծելու առումով։